Ուրեմն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր երկրի դիմադիր քաղաքական ուժերը եւ առասարակ հայրենիություն ուներ բազմաթիվ հարցեր։ Եվ երբ որ մենք այս իշխանությանը մեղադրում ենք դավաճանական քայլերի եւ գործողությունների, գիտակցված սխալների եւ առասարակ պատերազմի պատասխանատվության եւ մեղավորության մեջ, մեզ հաճախ ասում էին, որ ստեղծվելու է պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով եւ ձեր բոլոր հարցերի պատասխանը ստանալ։ Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը առաջարկեց ազգային ժողովում ստեղծել պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով, որը հանրությանը կտա իր բոլոր հարցերի պատասխան։ Ամեն ինչ հրապարակվելու է ամբողջությամբ Մնացած ընդհանուր կառավարման ոլորտի բացթողումներին եւ բանին դրա մասին միանշանակ զեկույցում տեղ կլինի։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ պատերազմի մեղավորները եւ պատասխանատուները վիճակի չեն իրականում իրականացնել արդար եւ ամբողջական քննություն եւ մենք առաջարկեցինք մի օրենսդրական ամբողջական փաթեթ հանձնաժողովի արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու եւ իրականում մի առաջարկ, որով հնարավոր կլիներ հասնել ճշմարտացիության եւ իրական ուսումնասիրություն իրականացնել պատերազմի հանգամանքների վերաբերյալ։ Բնականաբար մեր այդ առաջարկը մերժվեց այս իշխանությունների կողմից եւ որոշեցին պաշտպանության հանձնաժողովի ներքո ստեղծել այդ հանձնաժողովը։ Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ որ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունն ասեմ, մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձարձերծվել է Ադրբեջանի կողմից պատերազմ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նկատմամբ։ Ինչպես մեր երկու խմբակցություններն են հայտարարում, մենք չենք մասնակցում քննիչի աշխատանքներին։ Բազմաթիվ անգամ նաեւ քննադատվեցինք այդ թվում այս իշխանությունների կողմից, որ դուք չեք ուզում իրական պատճառների տեղեկացված լինեք, մասնակցեք այդ հանձնաժողովի աշխատանքներին։ Եթե ունեք որոշակի հարցեր, պնդումներ, հակադարձումներ, եկեք քննիչ հանձնաժողով ու տվեք, բայց չեք գա եւ չեք տա, սա ասում եմ, որովհետեւ չկա մի բան, որ դուք կարող եք արտաբերել որպես մեղադրանք ու դա չունենա հստակ ու ռացիոնալ պատասխան։ 4 տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, ձեր բոլոր հարցերին ասացին հանձնաժողովը ուսումնասիրի, ձեր բոլոր հարցերի պատասխանը կունենա։ քրեական գործերի քանակը պատկերացնում եք։ Զեկույցում կան դավաճանները, մեղավորները, ամեն ինչ կա։ Իրականում այս հանձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու եւ իրական պարտության պատերազմի պատճառները թաքցնելու մի հարթակ։ Հիշում եք նաեւ այն շոուները, որ այս հանձնաժողովը կազմակերպեց, բարբերաբար հրավիրելով տարբեր անձանց քննություններ անելով, այդ թվում հանձնաժողով Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որը իր մեղքերն ու դավաճանությունները արդարացնելու հարթակ էր ընդունել։ Բայց ինչա տեղի ունեցել։ Ու ամեն ըստ կարևոր գարուն եւ աշուն մեզ բոլորին խոստացել են, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կմտնի լիագումար ազգային ժողովի վարակարգ։ Եթե լիագումար չի մտնում, ինքը արտախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկույց չի։ Եթե այլ տարբերակով է դնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Իսկ ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետեւյալ այդ հանձնաժողովի զեկույցը պատերազմի հանգամանքները ուսումնասիրող այդպես էլ ազգային ժողովի լիագումար նիստ չներկայացրեցին։ Զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստում մեր լիագումար նիստի տրամաբանությունն էր անհնար մեծ հաշվով, բայց դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Ամենակարևորը պարզվում է, որ իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։ Ինչ է նշանակում գոյություն չունի։ Իրավական զեկույցի մասին է խոսքը։ Չունի, որովհետև նույնիսկ հանձնաժողովի անդամները այս զեկույցի տակ մեծամասնությունը չի ստորագրել։ Դա ընդամենը ստորագրել է 4 հոգի եւ իրավական որևէ ուժ չունի։ Տեղի ունեցել պատերազմ։ Ունեցել ենք շուրջ 5000 զոհ։
կա 12000-ից ավել հաշմանդամ։ Կորցրել ենք Արցախը պատերազմի եւ դրանից հետո վարած սխալ դավաճանական քաղաքականության արդյունքում, այսինքն մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցել ողբերգական մի հատ խոշոր իրադարձություն եւ այն հանձնաժողովը, որը պետք է քններ եւ շատ հարցերի պատասխաններ տար, պարզվում է, որ 4 տարի մարդկանց խաբելուց հետո որևէ զեկուցել գոյություն չունի։ Սա այն դաժան իրականությունն է, որ մեր հասարակությունը եւ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Սրանից բխող մի հարցել եմ ուզում անդրադառնալ։ Փաստորեն տեսեք։ Օրինակ, եթե ես իմ խոսքի մեջ ասացի, որ շուրջ 5000 զոհ են գոնացել, ես վստահ եմ, որ իրենք հեսա հակադարձելու են, որ զոհերի թիվը չափազանցնում է կամ մեծացնում է։ Բայց իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Պատերազմից անցել է 5 տարի, Ժողովուրդ ջան։ Մեր հայրենիքի համար զոհված, նահատակված, իրենց կյանքը տված մեր հայրենակիցների, զինվորների անունները, այդ թվում նաև անհետ կորածների, մինչև հիմա չի հրապարակվել։ Մեկ ամբողջական ցուցակով մեր հայրենիների անունները չի հրապարակվել։ Հետևաբար, ստեղ էլ շատ լուրջ եւ ողջամիտ կասկած կա, որ սա եւս իրական թիվը եւ պատկերը խեղաթյուրում են եւ հանրությունից գաղտնի են պահում։ Սա է այն դաժան իրականությունը, որ մեր հանրությունը, մեր ժողովուրդը պետք է իմանա, գնահատական տա եւ հասկանա ովքեր են սրանք եւ ինչ են անում ու ամենակարևորը նաեւ ինչ են պատրաստվում անելու։